ուրեմն հարգելի իմ դիտորդ, քանի որ ես էլ մի ժամանակ այսպես բիտվա էքստրասենսով, հա, Ռուսաստանի այդ հաղորդաշարի ֆանատն էի, շատ այսպես զարմացած նայում էի գերունակություններին մարդկանց եւ այսօր ստացել եմ Ալեքսանդր Շեպսի հորար քարտեզը եւ եկեք այս քարտեզի միջոցով տեսնենք թե ինչպիսի ունակություններ ունի կամ արդյոք կա ունակություն թե չկա, թե դա շոու է, թե իրական էքստրասենսներն են մասնակցում, բայց ես բոլորին չեմ նայել, այսօր մենակ ստացել եմ Շեպսինը, հետո կստանամ մնացածինը, այսպես հերթականությամբ եւ մենք միասին կպարզենք թե որը ինչ ունակություն ունի եւ առհասարակ իրենից ինչ էր ներկայացնում այդ հաղորդումը։ Եվ արդյոք արժի հավատալ նմանատիպ հաղորդումների թե ոչ։ Բայց մինչ ես կանցնեմ իմ հորար քարտեզի վերծանմանը, մի կնոջ հարցի պատասխանեմ կամ մեկնաբանության, ավելի շուտ այդ հարցը չէր, մեկնաբանություն էր, գրված էր, որ իմ ձայնը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է եւ ես շատ լարված եմ, հնարավոր է կա խնդիր կամ չկա խնդիր։ Նախ ես մեծամասամբ խոսում եմ իմ հայրենիքից եւ իմ հայրենիքի ցավը զգալով շատ բնական է, որ իմ կոկորդը սեղմվում է։ Չունեմ առողջական ոչ մի խնդիր, լինելով լողի մարզիչ, ես սովոր եմ բարձրաձայն խոսել եւ որոշակի խնդիրներ իհարկե ձայնալարերում կան, որովհետեւ աշխատել եմ երեխաների հետ, աղմկոտ ջրի աղմուկը թույլ չի տվել, որ երեխան իմ ցուցումները լսի կամ նկատողությունները, դիտողությունները լսի, ջրի մեջ են եղել, գլուխները ջրի մեջ է եղել եւ ես ստիպված բարձր բղավել եմ, որ ձայնը հասնի երեխային։ Ինչպես որ աշխատում են լողի մարզիչները եւ շատ բնական է եւ որպես ուսուցիչ ունեմ թեթևակի ֆարինգիտ, բայց այդ չի նշանակում, որ ես լարված եմ կամ ես ունեմ հիվանդություն։ Մի հատ էլ ներքևում կարա վատ բան լինի, լուրջ եք ասում, ես վատը ցանկանում եմ մենակ ինձ վատը ցանկացողներին։ Ու դա լինում է։ Աստված չանի, ես ցանկանամ, որ վատ բան լինի, հավատացեք, շատ արագ լինում է։ Լավն էլ է լինում, ուստի անես բաներ գրեք, որ ես ձեզ մենակ լավը ցանկանամ։ Գնացինք առաջ։ Հարցը այսպեսին է. Ալեքսանդր Շեպսը արդյոք ունի իրական էքստրասենսոր հնարավորություն եւ արժե հավատալու այդ ունակությանը թե ոչ։ Ինչ է հուշում իմ ստացած քարտեզը, 7-րդ տունը Ալեքսանդր Շեպսի տունն էր։ Կառավարիչը արևը, որը գտնվում է Խեցգետնի նշանում, իր սեփական 5-րդ տանը եւ միացած է հետ ընթաց Մերկուրին։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նա ունի վառ անհատականություն, տպավորիչ արտաքին եւ կարողանում է ազդել մարդկանց էմոցիաների վրա։ Ունի ուժեղ էքստրասենսոր հնարավորություն, թե թույլ կամ ընդհանրապես չունի հնարավորություն։ Եկեք միասին տեսնենք եւ պարզենք։ Արևը գտնվում է 6-րդ տան սահմանագծին, ինչը հորարային աստղագուշակության մեջ համարվում է թույլ դիրք։ Սա հուշում է, որ նրա իրական հնարավորությունները կարող են չափազանցված լինել կամ ներկայացվածից ավելի քիչ լինել։ Հետընթաց Մերկուրի եւ Լուսինը նրան միացած Մերկուրին հետընթաց է, ինչը խոսում է անցյալի պատմությունների, շոուի կամ տեղեկատվության կրկնության մասին, իսկ Լուսինը, քանի որ ես էի հարց տվողը, գտնվում էր ցուլ նշանում Ուրանի հետ միացած, ինչը նշանակում էր, որ ես պարզապես ուզում էի պարզել, թե այդ տպավորությունը, որ ինքը ստեղծում է մարդկանց մոտ, դա այդպես է, թե այդպես չէ։ Իլյուզիա եւ շոու, Նեպտունի ազդեցությունը։ Քարտեզի ամենակարևոր ցուցիչը Նեպտուն մոլորակն է, որը գտնվում է 2-րդ տանը եւ հետընթաց ռետրոգրադ դիրքով։ Աստղագուշակության մեջ Նեպտունը պատասխանատու է իլյուզիաների, հիպնոսի, հոգեբանական հնարքների, պատրանքների, դերասանական վարպետության համար։ Նրա հետընթաց ռետրոգրադ լինելը հուշում է, որ այն, ինչ տեսնում ենք էկրանից այն կողմ, նախապես պատրաստված կամ լավ հոգեբանորեն հաշվարկած տեսարան է, այլ ոչ թե մաքուր գերբնական ուժ։ Արտաքին փայլ եւ թույլ ռեսուրս, արևի դիրքը,
Նրան խորհրդանշող արևը գտնվում է 6-րդ տան սկզբնամասում, 6-րդ տունը թույլ ծառայողական տուն է, սա նշանակում է, որ նա հանդիսանում է հեռուստատեսային մեծ նախագիծ շոուի մի մասը և կատարում է իրեն տված սցենարը և դերը։ Նա ունի վառ արտաքին արև, բայց իրական աստղագիտական ուժը ակնհայտ էքստրասենսորիկայի հարցով այստեղ չունի բավարար հզորություն, ուրեմն ակցիդենտալ ուժը թույլ է։ Ուրեմն արևի կողքին գտնվում է Մերկուրին, նույնպես հետընթաց, ռետրոգրադ վիճակում։ Մերկուրին պատասխանատու է խոսքի, տեղեկատվության և մտքերի համար։ Երբ այն հետընթաց է, նշանակում է, որ ինֆորմացիան աղավաղվում է կամ մատուցվում է այնպես, որ մարդկանց մոլորության մեջ գցեն։ Նա ավելի շատ օգտագործում է սառը ընթերցման հոգեբանական մեթոդները, կարդալով մարդկանց էմոցիաները և դեմքի արտահայտությունները, քան իրական տեղեկություն է ստանում հանդերձյալ աշխարհից։ Վերջնական բացահայտում քարտեզը հուշում է, որ Ալեքսանդր Շեպսը տաղանդավոր հոգեբան է, դերասան է և շոումեն է, ով հիանալի տիրապետում է մարդկանց էմոցիաների վրա ազդելու արվեստին, սակայն նրա գերբնական ուժերը մեծամասամբ հեռուստատեսային կերպարի և պատրանքի Նեպտունի արդյունք են։ Հիմա քարտեզն էլ ձեզ ցույց տամ, որ ձեր համար մութ բան չմնա, չնայած Հայաստանում հորար քարտեզ ոչ ոք չի նայում, խնդրեմ, սա էլ Շեպսի քարտեզը։